Այնպես է ստացվում, որ ժամանակակից պրեպարատներով շատ օգտագործողների շրջաններում ավելի շատ խրոնիկ հիվանդություններ կան, քան նրանց շրջաններում, ովքեր չեն օգտագործել կողմնակի ազդեցություններով պրեպարատներ։ Դրանք դեղորայքներ անվանել ճիշտ չի լինի, քանի որ դրանք բոլորը ունեն կողմնակի ազդեցություններ և մեկը կամ մի քանիսը չեն։ Ամեն կողմնակի ազդեցություն նոր խրոնիկ հիվանդություն է, որը ճնշելով ավելի թույլ հիվանդությունն է օրգանիզմում, այսինքն ճնշում է օրգանիզմի հիվանդության ախտանիշները, չբուժելով հիվանդությունը, առաջացնում է նոր ախտանիշներ։ Դրանցից վտանգավոր պրեպարատներից մեկը պարացետամոլն է, որը լրիվ լյարդի ֆունկցիաները ամբողջությամբ փոփոխում է և հասցնում է նրան, որ ընդհուպ այսօր արդեն գիտական հետազոտություններ կան, որ ընդհուպ նույնիսկ աուտիզմ կարող է երեխաների մոտ առաջանալ, իսկ մեծահասակների մոտ այդ խնդիրը կարող է, այսինքն պարացետամոլը կարող է լյարդը այնպես հիվանդացնել, ընդհուպ հասցնել մինչև ցիրոզի, քրոնիկ հոգնածության, թուլության և իմունային պատասխանը հիվանդության նկատմամբ անջատում է, այսինքն օրգանիզմը դադարում է պայքարել ինֆեկցիաների դեմ, դրանից հետո և փորձը ցույց է տվել, որ գործնականում, որ այն պացիենտները, ովքեր մի քանի անգամ արդեն խմել են պարացետամոլ, նույնիսկ մի անգամ ընդունելով այդ պրեպարատը, մարդը արդեն հիվանդացել է լյարդը և եթե մի քանի անգամ է օգտագործել, արդեն կես տարուց մեկ տարի անհրաժեշտ է, որպեսզի տվյալ պացիենտի օրգանիզմը բժշկվի, այսինքն լյարդը և մյուս օրգանը համակարգի։ Դրան զուգընթաց ընդհանրապես պարացետամոլը նույնը վերաբերում է, օրինակ մարդիկ կան նիմիսիլին են շատ սիրում օգտագործել, նիմիսիլի համար առանձին հաղորդում կլինի, որովհետև դա ինքնասպանության ճանապարհ է նիմիսիլ ընդունելը, ինչպես նաև պարացետամոլ։ Պարացետամոլը գտնվում է մոտ 600-ից ավել պրեպարատների մեջ, նույն ջերմիչեցնողներ, ցավազրկողներ, նույնը վերաբերում է ասկոֆենին, դրա մեջ էլ է պարացետամոլ, կոլդրեքս և այլն, չեմ անվանի բոլոր պրեպարատները, բայց շատերի մեջ պարացետամոլ կա, ընդհուպ հասել է նրան, որ պարացետամոլը նշանակվում է նաև թույլ ջերմությունների ժամանակ, այսինքն պացիենտը ինքը իրեն որոշում է կամ բժիշկն է նշանակում 37-38 աստիճան ջերմության ժամանակ։ Ընդհանրապես փորձառու բժիշկը երբեք չի թույլ տա, որպեսզի ջերմությունը իջեցնել մինչև 40-ը, քանի որ ջերմությունը բարձրանում է, դա իմունային պատասխանն է օրգանիզմի ինֆեկցիայի նկատմամբ և եթե 37-38-ը իջեցնում են, ապա հիվանդությունը վերածվում է կամ խրոնիկի կամ օրգանիզմը պարտվում է պայքարել։ Իսկ ջերմությունը իջեցնել 40-ից վերև կարելի է, բայց դա էլ արդեն բժշկի վերահսկողության տակ պետք է լինի, այսինքն ինքնաբուժողների շրջանում սովորաբար 37-38 գնում են իրենց պրեպարատները, պարացետամոլ կամ պարացետամոլ պարունակող պրեպարատները խմում են տարբեր անվանումներով ու հետո նոր հիվանդություններ են ձեռք բերում, ընդհուպ մինչև ծանր անբուժելի հիվանդություններ։ Շաքարային դիաբետ, կարող են նաև քաղցկեղներ, ուռուցքներ, լինում է խոլեստերին բարձր պարացետամոլի պատճառով ու այդպես շարունակ։ Ընդհանրապես պարացետամոլը ինքը նույնիսկ եթե բուժման տեսակետից նայենք, ոչ մի բուժում չի տալիս։ Հիմնականում ջերմիչեցնողներ պրեպարատներ կան, որոնք կարելի է մեկ անգամ օգտագործել 40-ից բարձր, այն էլ բժշկի որոշմամբ, բժշկի վերահսկողությամբ։
բայց ամեն դեպքում մինչև 40-ը ոչ մի խելացի պացիենտ եւ ոչ մի խելացի կամ համով բժիշկ փորձառու չի իջեցնի մինչև 40-ը։ Սովորաբար ջերմություն եթե կա, պետք է գտնել բորբոքային պրոցեսները, որ օրգանում է, այդ օրգանի հետ աշխատել կամ եթե իմունային պատասխանը ջերմությունը, ապա ժամանակ է, որպեսզի հաղթահարի օրգանիզմը այդ հիվանդությունը։ Եվ օգնություն բժշկվելու համար։ Պարացետամոլը նաև ոչ միայն երեխաների, մեծահասակների մոտ է շատ վտանգավոր եւ այդ պրեպարատները ունեն, եթե ցանկացած պրեպարատ է բաց մարդը գնում, պարտավոր է գոնե կողմնակի ազդեցությունները կարդալ։ Այսօր այնքան շատ են վնասակար պրեպարատները, ամեն ինչի դեմ գրում են, բայց դեմ է, ոչ թե օգնում է, այլ ճնշում է ախտանիշը։ Եվ իմ փորձից եմ ասում, որ այն պացիենտները, որոնք քիչ են օգտագործել ժամանակակից պրեպարատները, կողմնակի ազդեցությունը նրանց ավելի հեշտ է լինում բժշկել, քան այն պացիենտները, որոնք շատ են օգտագործել կամ սիրել են գնալ դեղատուն մի տեղ օգտագործեն, հետո սպասեն, իրենց նշանակումներ անեն եւ այլն։ Մի խոսքով այս ինֆորմացիան կօգնի այն պացիենտներին, ովքեր ձգտում են առողջ ապրել, ում իրենց առողջությունը թանկ է եւ ովքեր հակված են առողջանալու, բժշկվելու, ոչ թե քրոնիկ հիվանդությամբ համակերպվել են ապրելու կամ այդ պրեպարատները քրոնիկ ձևով, այսինքն անդադ օգտագործում են, որպեսզի ճնշեն ախտանիշները։ Նաև նշեմ, որ եթե չլիներ ճիշտ ճանապարհ կամ այլընտրանք, ապա ես այդ մասին, պարացետամոլի մասին չէի խոսա։ Ընդհանրապես ժամանակակից մինչ ժամանակակից պրեպարատները գոյություն ունեին հոմեոպաթիկ պրեպարատներ եւ այս ալոպաթիկ պրեպարատներին իրենք ճնշել էին, այսինքն տեղ չունեին մոտ 200-150 տարի առաջ, բայց մասոնների գալուն զուգընթաց 1906 թվականին Ռոթշիլդների ֆինանսավորմամբ սկսեցին նորից ալոպաթիկ պրեպարատները ախտանիշներ ճնշելու եղանակով, որպեսզի այսօր դա բիզնես է, այսինքն մարդը չի բժշկվում, անդադ ճնշում է ախտանիշը, անդադ գնում է, այսինքն անդադ պետք է ինքը այդ դեղատունը գնա եւ ամեն անգամ ավելի ու ավելի բարձր կամ դոզայով օգտագործի չափաբաժնով կամ փոխի ավելի ուժեղ ազդեցիկ սիմպտոմատիկ ձևով ազդեցիկ հաբերով։ Ճշմարիտ դեղամիջոցը չի կարող ունենալ կողմնակի ազդեցություն, դրանցից են հոմեոպաթիկ պրեպարատները եւ իրական բժիշկը պատճառն է հեռացնում, այլ ոչ թե զբաղվում է ախտանիշը ճնշելով։ Առողջ եղեք։